մասին դիտարկենք պրոգրեսիայի նվիրված հետևյալ խնդիրը, ուրեմն ասում ենք գտնել այն թվաբանական պրոգրեսիայի այն անդամի համարը, որը հավասար է 100-ի, եթե A1 հավասար է -2, իսկ A2-ը հավասար է 4-ի։ Ընդհանրապես, եկեք նախ ներկայացնենք A2-ի կախումը A1-ից, կարող ենք ասել, որ A2-ը հավասար է A1 գումարած D, չէ, որտեղ հաջորդականության երկրորդ անդամը հավասար է առաջին անդամ գումարած իրենց տարբերությունը։ Եվ այստեղից հետևում է, որ եթե ունենալով A1-ն ու A2-ը կարող գտնենք D-ն, հետևում որ D-ն հավասար է A2 հանած A1, որն էլ իր հերթին հավասար է 4-ից հանած -2, որը հավասար է 6-ի։ Այսինքն ես տարբերությունը ստացանք հավասար է 6-ի։ Հիմա մեզ մոտ ասում է, որ հաջորդականության n-րդ անդամը հավասար է 100-ի, հա, եւ պետք է գտնենք այդ համարը, որ համարն է դրան հավասար։ Նշանակենք հետեւյալը, որ AN-ը հավասար է 100 եւ գտնենք հենց այդ n-ը։ Ընդհանրապես AN-ը իր հերթին հավասար է A1 գումարած n-1 հատ D։ Այսպես։ Այստեղից n-1-ը հավասար կլինի AN հանած A1 բաժանած D-ի, իսկ n-ը իր հերթին հավասար կլինի AN հանած A1 բաժանած D գումարած 1։ Եկեք տեղադրենք տվյալները, ես այստեղ միանգամից գրեմ, ուրեմն AN-ը մենք ունենք, որ հավասար է 100-ի, A1-ը ստացանք հավասար -2, այսինքն +2 կլինի այստեղ, չէ, հանում ենք A1, բայց A1-ի նշանը -2-ը, -ը -2 հետ բարեսա պլյուս։ Բաժանում ենք D-ին, D ստացանք 6, եւ այս արդյունքին գումարում ենք մի հատ էլ 1։ 142-ը բաժանած 6-ից ստացվում է 17, 17 + 1 էլ 18, այսինքն ստացանք հավասար է 18-ի։ 18-րդ անդամն է, որ հավասար է 100-ի։ Լավ, անցնենք առաջ, դրենք երկրորդ խնդիր, ասում է գտնել այն թվաբանական պրոգրեսիայի 160-ից փոքր անդամների քանակը, եթե A1-ը -2 է, իսկ A2-ը հավասար է 4-ի։ Դե լավ, եկեք սա էլ փորձենք լուծել, ես իմ գրածը մաքրեմ, ինձ արդեն խանգարում է։ Ուրեմն ինչ ունենք, ասում է, որ A1-ը հավասար է -2, եկեք ստե գրենք, որ A1-ը հավասար է -2, իսկ A2-ը հավասար է 4-ի։ Մենք արցած խնդրում ենք նույն տվյալներ ունենք, այստեղից կանկասենք, որ դեն հավասար է 6-ի։ Եվ հիմա պետք է գտնենք բոլոր հարվածից փոքր անդամների քանակը։ Հարվածից փոքր անդամների քանակը։ Շատ լավ, հարվածից փոքր անդամների քանակը գտնելու համար ի՞նչ է նշանակում, որ AN-ը, այսինքն վերջին անդամը, գումարած կներեք A1-ը, AN-ն ու վերջին անդամն է, որը հավասար է, այսպես եկեք ասեմ, լավ։ AN-ը դա վերջին անդամն է, որը հավասար է A1 գումարած n-1 հատ D, չէ։ Այսպես։ Հիմա ես պետքա գտնեմ AN-ը, այն վերջին AN-ը, որ 160-ից փոքր է, չէ։ Այսինքն պետքա պահանջեմ, որ A1 գումարած n-1 D-ն լինի փոքր 160-ից։ Այսա պետքա ես պահանջեմ։ Հիմա եթե տվյալները տեղադրեմ, սրա մեջ ինչ կստանամ։ Նո մեր A1-ը -2-ը գումարած n-1 հատ D, D-ն էլ 6 է, տեղադրեմ n-1 6, այսա n-1 6, փոքր 160։ Այս պահանջում եմ սա, -2-ը տանենք աճմաս, նշանակում է n-1-ը բազմապատկած 6-ով փոքր է 162, բաժանեմ 6-ով երկու մասներ, այսինքն n-1-ը փոքր է 162-ը բաժանած 6-ի, այսպես, իսկ 162-ը բաժանած 6-ի անում է 27, այսինքն n-1-ը փոքր է 27, նշանակում է n-ը փոքր է 28, իսկ 28-ից փոքր հաջորդ ամենափոքր բնական թիվը դա 27-ն է, այսինքն 27 առաջին 27 անդամներն են, որ 160-ից փոքր անդամներ են, մնացածը ոնց որ արդեն մեծ է լինում։ Լավ, սա այսպես, ասենք առաջ երրորդ խնդիր եկեք միասին հիմա դիտարկենք։ Ու ինչ ասում երրորդ խնդիր, ասում է գտնել B երկրաչափական պրոգրեսիայի բոլոր այն անդամների քանակը, որոնք մեծ են 1-ից, եթե B2-ը 40-ից B5-ը հավասար է հենց 5-ի։ Ինչպես նկատում ենք, սա նվազող երկրաչափական պրոգրեսիա է։ Հիմա նախ եւ առաջ եկեք ներկայացնեմ B5-ը B2-ի տեսքով, ընդհանրապես B5-ը ինքը հավասար է B2 բազմապատկած Q-ի խորանարդով, չէ՞։ Որովհետև B2-ը հավասար է B1 անգամ Q, B3-ը հավասար է B2 անգամ Q, իսկ B2-ը B1 անգամ Q-ն է, այսինքն կարող եմ ասեմ հավասար է B1 անգամ Q-ի քառակուսի, եւ այսպես շարունակ։ Իսկ եթե B2-ը մեզ տեղադրում, ստանում Q-ի խորանարդ։ Օգտվում այս բանաձևից։
Ուրեմն այստեղից Q-ի խորանարդ ինչի հավասար կլինի։ Հավասար կլինի B5-ը բաժանած B2-ի։ Սա իր հերթին հավասար։ Մենք ունենք B5-ը մեզ մոտ դա 5 է, իսկ B2-ը 40։ 5-ը բաժանած 40-ին հավասար է 1/8։ Okay, սա էլ հավասար է 1/2-ի խորանարդ։ Այսինքն Q խորանարդ հավասար է 1/2-ի խորանարդ, նշանակում է այստեղից է, որ Q-ն հավասար է 1/2։ Սա ինչ է նշանակում, որ հաջորդականություն ամեն անգամ նախորդից 2 անգամ փոքր է ստացվում։ Հիմա եթե B2-ը 40, ապա B1-ը կլինի 80, այս ամակրը։ Եկեք կառուցենք հաջորդականությունը, հա, B1-ը կլինի 80, հետո B2-ը 40-ը, հաջորդը կլինի 20, N1-ը կլինի 10, 5, 5 երկրորդ, հետո 5 չորրորդ, արդեն 5 ութերորդ, որը 1-ից փոքր է։ Իսկ այսքանը 1-ից մեծ են։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 7 հատար 1-ից եղան մեծ։ Եվ կարդանք 4-րդ կետը, գտնել B-ն երկրաչափական պրոգրեսիայի այն անդամի համարը, որը հավասար է 0.625, եթե բերուքս այս է։ Տեսեք, մեր նույն երկրաչափական պրոգրեսիան է, ինչ վերևում էր տված, այսինքն մենք սա լուծել ենք, այս տվյալները պահպանում եմ, որը հավասար է 0.625, 0.625-ը դա իր հերթին հավասար է 5-ը բաժանած 8-ի։ Որտեղ եթե 0.625-ը ներկայացնեմ կոտորակի տեսքով, կասեմ, որ ինքը հավասար է հետևյալ կոտորակին 625 1000-րդ։ Okay, սրանք էլ կրճատվում են իրար հետ, եթե ես սա փորձեմ կրճատել 125-ով, վերևում ստացվում է հենց 5, իսկ ներքևում ստացվում է 8, 5/8-րդ։ Իսկ դա այն է, ինչ որ ես ուզում եմ, այսինքն 8-րդ անդամը հենց հավասար է 0.625-ի։ Վերջ ընկերներ, այսքան այս խնդրի հետ կապված դուք չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին։